Աշխարհի 22 երկրից ժամանած շուրջ 900 սկաուտներ համախմբվել են հայրենիքում հագեցած օրակարգով։ Հայաստանը նորովի բացահայտելու ծրագրերից, նոր շփումներից ու քննարկումներից հետո ասում են դժվար է լինելու հրաժեշտը։ Ուրախ եմ, որ կարողացել եմ ձեռք բերել նոր ընկերություն, ծանոթացել եմ տարբեր երկրների երեխաների հետ, օրինակ Երուսաղեմի, Լիբանանի, Արգենտինայի, ձեռք եմ բերել նոր շփումներ։ Առաջինից մի քանի օրերեն սկաուտները տարբեր երկրների խառն խմբակներ կազմեցին, իրար հետ խաղեր խաղալու միջոցով իրար ծանոթացան։ Ադոր գողքի նաև պանագաբարեն դուրս այցելություններ էինք, մեկ օրը պաշտոնական այցելություններ էին, ուր բոլոր պանագումի մասնակցողներուն հետ այցելեցինք Երապլուր, գացինք ձեզերնագապեր։ Մենք կփոխանակենք մեր թիշերտները ուրիշ բادվիրագություններու թիշերտներու հետ։ Just կտեսնենք հուդիներ ունենք, sweaters, t-shirt, ամեն ինչ ունենք, ագնոցալ եւ լավ ժամանակ կանցնենք։ Սկաուտներին ամենաշատը գրավել է հայրենիքի պատմամշակութային ժառանգության հետ ուղիղ շփումը։ Այցելել են Մայրաթոր, Գյումրի, Սևան, բարձրացել են Արագած լեռը, հաղթահարել հայրենիքի խորթուբորտ ճանապարհները, հայրենի բնության գրկում, գիշերել վրաններում։ Շատ եկեղեցի են գնացել Սևանալիճ, Էջմիածին, Սայդարապատ, Նորավանք, տենց տեղեր ենք ելել։ Երևանը շատ սիրուն է։ Շատ ենք սիրացել։ 2018-ին էլ Արագած էի բարձրացել ու այս տարի էլ որ Արագած լեռը բարձրացամ, իմ կարծիքով ամենամեծ բանը դա, որ ամեն հայ սկաուտ կամ ամեն մարդ այդ փորձառությունը եթե ունենա, արդեն դա մեծ պատիվ է իր համար։ Գյումրի այցելեցինք եւ ոնդե խաղի ցևով City Hunt սկաուտները մրցակցեցին եւ ծանոթացան Գյումրին եւ շփում ունեցան գյումրիցիներու հետ։ Արդեն ավանդական դարձած բանակումի նպատակը աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներին համախմբելն ու ազգային արժեքներով դասյարակելն է։ Այս անգամ մասնակիցների թիվն ավելի է 200-ով։ Այս հավաքը նաև մեկ այլ ռեկորդային առանձնահատկություն ունեցավ։ Բյուրականում 809 սկաուտով պատկերեցին մարդկային ամենամեծ շուշանածաղիկը, սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ։ Տասնօրյա բանակումը նշանավորվեց նաև պարգևատրումներով։ Բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն վառ հուշեր հայրենիքից, որոնք կփարատեն կարոտն ու որոնցից կծնվեն հայապահպանության նոր ծրագրեր, լինեն դրանք Հայաստանում, թե Սփյուռքում։ Աննա Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։